Վնասվածքից հետո դժվարություններ շատ են եղել, ժամանակ շատ քիչ եմ ունեցել մարզվելու համար, ընդամենը ունեցել եմ 2 հավաք, 2 ամիս ժամանակ եմ ունեցել մարզվելու, բայց շատ քրտնաջան մարզումների շնորհիվ ասել եմ իմ գերազանց վիճակից, որ այսօրվա դրությամբ կարողացա ոսկե մեդալով վերադառնալ Հայաստան։ Այս մրցմանը արել եմ ամեն ինչ, փառքաստով, որ ինչ-որ չափով նորից ստացվեց, ճիշտ է իմ ու իմ մարզիչների այն լիովին արդյունքը չէր, որ սպասում էինք, գնացել էի չեմպիոնության հետևից, բայց ամեն ինչ առջևում է սպորտ է։ 3 տարի մեդալ չեմ նվաճել վնասվածքների պատճառով, հաղթահարեցի այս տարի ու այս մեդալը ինձ համար շատ կարևոր է ու թանկ է, այդ բոլոր պարտություններն ու դժվարությունները իմ հաղթանակների նոր սկիզբն են։ Շատ գոհ եմ իմ արդյունքներից, 2 ամիս առաջ ծնկի վիրահատություն եմ տարել և մի քիչ չի հավատում, որ մեդալ կարող եմ անել, բայց իմ համար կամքի շնորհիվ ստացվեց։ Շնորհակալ եմ իմ մարզիչներին։ Մենք հասանք մեր նպատակին թիմային հաշվարկով։ Նախ 9 տարի մեր կանանց հավաքականը նման բարձր արդյունք չէր գրանցել, նման մեդալային ավարով չենք վերադարձել հայրենիք։ Իմ համար բացահայտում էր Ամրոյան Աննան կանանց հավաքականից, որովհետև վնասվածքից հետո նոր էր վերականգնվել, 2 ամիս առաջ ծնկի լուրջ վիրահատություն էր տարել ու վերականգնվեց մեդալսակների պայքարում իր առաջին մեդալը նվաճեց և եղավ լավագույն վերադարձ սպորտ Սիմոն Մարտիրոսյանի մասին կարող եմ խոսեմ, որովհետև 20 կիլոգրամ նվազեցնել և փոխել իջնել 5 քաշային կար ու նման կիլոգրամներ ցույց տալ շատ ֆանտաստիկ էր, բոլոր արդյունքներից էլ գոհ եմ։